Էկոլոգիապես մաքուր մշակաբույսերը ներառական ջերմատան այս տարվա հարուստ բերքն են։ 2023 թվականին ստեղծված 920 քառակուսի մետր մակերեսով ներառական ջերմատունն առաջին տարին է, որ այսքան լավ բերք է տվել։ Հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ծնողների մշակած փորձնական էկոմթերքը շուկայում կարճ ժամանակում հասցրել է մեծ պահանջարկ ունենալ։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում ենք սովորեցինք, թե ինչպես աճեցնել լոլիկը եւ բավականին հաջողություն ունեցանք։ Գյումրու ռեստորանները բոլորը ցանկություն հայտնեցին մեզանից քննել այս լոլիկը եւ հաջողվեց։ Բավականին հայտնի է դարձել։ Փողը իրանով թերապիա է, հեշտությամբ կարողացանք աճեցնել, պահանջարկ շատ մեծ պահանջարկ ունենք Գյումրիում, բոլոր ռեստորանները, բոլորը շահամը, որովհետև մեր բերքը տարբերվում է, օրգանիկ է, մենք ամբողջովին օրգանիկ ենք աճեցնում մեր ջերմատանը, մեր բանջարեղենը, տերևա բանջարները ամբողջովին օրգանիկ են, մենք օգտագործում ենք կոմպոս, միայն մեր հավելյալ պարարտանյութը կոմպոստի միջոցով ենք տալիս։ Կարիտաս Արեգակ հիմնադրամը գործունեության 10-ամյակի նախաշեմին մեկ տարվա արածի հաշվետվությունն է շտապում ներկայացնել գործընկերներին։ Իսկ դա առավել ընդգծված ու առարկայական դարձնելու համար գործնական աշխատանքին էին դիմել։ Ջերմատանն աճեցված մթերքները հումք են ծառայել մարզի արհեստագործական ուսումնարաններին խոհանոցային հմտությունները համեղ ուտեստներով ներկայացնելու համար։ Բերքատոնի մասնակիցների հյուրասիրությունն ապահովել էին մարզի բոլոր քոլեջների խոհարարության բաժինների ուսանողներն ու վարպետ խոհարարները։ Հիմնականում խոհարարության մասնագիտության հետ է կապված մեր համագործակցությունը։ Մենք ունենք նաև ներառական ուսանողներ, որոնք դասի են գալիս մեր մոտ ուսումնարանում, բայց իրենց արտադրական ուսուցումը անցկացնում են Էմիլի Արեգակում, շատ բեղում համագործակցություն է։ Մենք այսօր շփվում ենք բիոմթերքների հետ, այսինքն տեղում աճեցրած թարմ, համեղ, ուրումնավետ մթերքների հետ ենք աշխատում, որտեղ խոհարարության մեջ ամենակարևոր գրավականը դա առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդն է։ Կանաչ Արեգակ ներառական ջերմատունը հաշմանդամություն ունեցող կամ խոցելի խմբերի 50-ից ավելի երիտասարդներին ու նրանց ծնողներին կանաչ գյուղատնտեսության ոլորտում գիտելիքներ ստանալու, հմտանալու եւ հետագայում աշխատաշուկայում ներգրավվելու հնարավորություն է տվել։ Մեկ տարվա վերապատրաստումներից հետո նրանց մեծ մասը տարբեր ջերմոցներում աշխատանք է գտել։ Այժմ ներառական ջերմատունն ունի իր հիմնական աշխատակազմը։ Այս պահի դրությամբ ես նշեմ, որ ընդհանուր կանաչ ջերմատան աշխատակիցների թիվը 19 է, որից 2-ը արդեն գլխավոր այգեգործներն են, 4 հաշմանդամություն ունեցող երեխայի եւ երիտասարդի ծնող եւ մնացած 13-ը հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, ովքեր աշխատում են թե ջերմատանը, թե ջերմատանը հարակից բաց տարածքում։ 10 տարիների գործունեության ընթացքում Կարիտաս Արեգակ հիմնադրամի ներառական ծրագրերից հաջողվածներից մեկն է նաև Արեգակ փուռ սրճարանը, որտեղ կայուն աշխատանք ունեն հաշմանդամություն ունեցող մեկ տասնյակից ավելի երիտասարդներ։ Կանաչ Արեգակ ջերմատունը եւս հավակնում է կայուն նախագիծ դառնալ։ Մեր օրինակով որպես օրինակելի գործատու Արեգակ փուռ սրճարան, կանաչ Արեգակ նպաստում ենք աշխատաշուկայի զարգացման, այսինքն ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող երիտասարդի հնարավորությունը, ներուժը, որ կարող են այստեղ իրականացնել եւ այլ բիզնեսները դրանից կարող են օգտվել եւ կարող են վերցնել իրենց մոտ աշխատանքի, քանի որ իրենք շատ պատասխանատու են, իրենք շատ են սիրում աշխատել։ Կարիտաս Արեգակում 10 տարում 35-ից 200-ի է հասել շահառուների թիվը, այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաները եւ նրանց ընտանիքները զարգացողական եւ թերապևտիկ ծառայությունների միջոցով ներգրավվում են հասարակության տարբեր ոլորտներում։ Մինչ օրս մասնագիտական ուղղորդմամբ արհեստագործական ուսումնարաններում կրթություն է ստացել ավելի քան 30 հաշմանդամություն ունեցող երիտասարդ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։